Հնետ ջան, շատ շնորհակալություն։ Անկեղծ այս են դեպքերից էր, որ ես էդի իզուր չէ որ հիշում եմ, այսպես ասոցիատիվ է դա, որ միշտ այն մութի տարիներին, որ կավեներ, չէ՞, միտե մի բան որ հայ է, միտե անանես նվաստացած վիճակը, որ այս նայ ամենա կոմերցիոն կամ պոպուլյար ոլորտը չի եղել, չէ՞։ Քաղաքական ինչ-որ հայ-ադրբեջանական բան, էլի Բեգովային այնտեղ տասնյակ տարիներով գործ են արել, մարդիկ չեն էլ իմացել հիմնարկի ինչի մասին է, ինչա, ոնց ասում եմ, ասեմ, այս թեման գործ են արել, գրքեր են տպել։ Միջա Սաղաթելյան Արեգին չբռնին չի իմացել։ Ադրբեջանում տես թես չի եղել, չէ՞ մենք իմանում ենք, գրքերն էլ տալիս են, լավ է Թուրքիայի դեմ օգտագործում ենք։ Հանրությունը։ Ես Դանա Մազալովայի մասին առաջ անգամ Սաղաթելյան Արեգից եմ իմացել, դե պատմեմ, բայց հետաքրքիր պատմություն է։ Դե աշխատում ենք, էլի նորմալ բան չենք, ֆեյքեր չենք պահում, էլի ընդդիմության դեմ աշխատացնել։ Ուրեմն պիցեր պետք է գնամ, SNG ժողովն է, այս թուրքերը ուզում են ադրբեջանցիք, էլի։ Ուզում են էլի խոջալու, մոջալու տես բաներ խոսան։ Իրանց ձևերով։ Հա, այդ ժամանակ էլ Արեգ Սաղաթելյան, Դանա Մազալովային բերել են Հայաստան, այդ իր կարծեմ ведомостիում էր, այդ թե независимая газета, независимая газета եմ կամ ведомостիում։ Այդ Մուտալիբովի այդ ինտերվյուն, այդ տղեկը տվեցին, բա, սիրուն ես արդեն Xerox եմ արել, գնացել եմ ես։ Այն հայտնի ինտերվյուն, դա Xerox-ը ես ունեմ։ Այս դե որ Մուտալիբովն ասում է հայերը կապ չունեն, էլի, ասում է народный ֆրոնտ, մենք ես թուրք ես ադրբեջանցին, իրաց փոխնախագահ, ասենց իրանից դավոլնի, մեզ որպես ֆաշի, բայց հայերը խոջալոյի մեզ արին, են արին, ասել եմ մի րոպե, հետա որ բրծավ, ես իմ ելույթ ունեցա, մեկ ասես էլի ժողովուրդ։ Մի վարքյան էլ ես ադրբեջանց որպեսի բան չանեմ, այս հանեցի լեագորներ հայ չի ասի, հայկական մամուլում էլ չեղել, ռուսական մամուլում, ձեր երկրի մամուլում լեագորներ չեղ Դանա Մազալովանա։ Կարդացի Xerox-ները սիրուն բաժանեցի, ադրբեջանցի պատվիրակը մի հատ փայտիկին գնաց խելոք Էդրակ Xerox-ն է ուզում ասեմ, որ ասես արեք այն ժամանակ, լուրջ եմ ասում, էլի պետությունը, իշխանությունը իր ռեսուրսը դնում էր քարոզչական անվտանգության վրա, որովհետև ես միշտ ասում եմ, մարտի դաշտը պարտվելուց ավելի վտանգավոր է, որ դու ուղեղով ես պարտված։ Երբ որ դուք տղեկ շատ դուրս գործ եք անում, ես ոչ թե ձևական բան եմ ասում, զուգի մանգերներն եք, մենք մտերիմ ենք, չէ, շատ դուրս գործ եք անում, դուք ձեր եթերներով զբաղված եք քարոզչական դիվերսիան չեզոք հասկանում։ Դե դրա համար այսօր ամենակարևոր բանն է դա։ Ամենակարևոր, եթե մարդ ուղեղով դեբիլանում է, իր ուղեղը արդեն կարում են ուտեն, всё ինքը ամեն ինչից սպասումն է։ Դե դա էլի են, բանի, այդ մի քիչ առաջ դրանից էինք խոսում, այդ բիոզանգված Այո։ Եվ էլ եմ ասում, էլի այդ քայլի գանք բանին, այն ինչ որ տեղի ունեցավ Մոսկվայում, դրա կարևոր բանը ո՞րն էր, որ նաև ոչ միայն մեր հասարակությունը, այլև մեր ռուս դաշնակիցները, այն 33 երկրի ներկայացուցիչները ու առաջինը մեր թշնամի ադրբեջանցիները տեսան, որ այս ազգը էշացած չի, որ կան քաղաքական ուժեր, որոնք ոչ միայն սուտի գոռում են կամ չեն համակերպվում, այլ փաստարկված ՄԱԿ-ի անվտանգության բանաձևերի եւ ասում եմ 4 բանաձևերը դուք եք արա բանարել։ Դուք եք խախտել 4 բանաձևերը։ Սա շատ կարևոր է։ Եվ ըստեղ էլ նույնը ձեր գործը, նույնը մեր բոլորից, բայց ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայորդիներին, ովքեր որ չնայած այս 7 տարի, մանավանդ այս վերջին 5 տարում, այս կապիտուլյացիոն ծնկած վիճակին, իրանք իրանց հայկականության, անկախության, պետականության արժեքները չեն դավանում, մի մասը շատ լավ գիտակցված, մի մասը թեկուզ ենթագիտակցման ժամանակ, բայց այդ մարդիկ հասկանում են մի բան, որ պետություն ունենալու լավագույն տարբերակը դա ազգային դիմադրությունն է։ Եթե մենք համակերպվեցինք այս իրավիճակի հետ, ինչը մեզ թելադրում են թուրքերն, ադրբեջանցիները եւ նրանց գործընկեր Նիկոլը, մենք պրծած ենք։